Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա։ Աստծո շնորհն եմ կանչում։ Թող Աստծո շնորհը ծածկի մեզ, թող Աստծո կենարար ջրերը հոսեն դեպի մեզ ու մեր մեջ։ Թող Աստծո սերը լցվի մեր մեջ, թող Տերը մեր մեջ բարի սեր մեր ցանի, հավատքի սեր մեր, ապաշխարության, խոստովանության սեր մեր, հնազանդության, խոնարհության, հեզության սեր մեր, թող Տերը մեզ իմաստություն տա, թող Տերը ողորմության ու կարեկցանքի, քաղցրության ու բարության սեր մեր տա մեզ, եւ մեզ տա ուժ, զորություն օգտագործելու այդ սերմերը, որ աճեն, մեծանան այդ սերմերը մեր կյանքերում, ու թող այգեպան Աստված մեծացնի այդ ամենը մեր կյանքում, որպեսզի մենք էլ Տիրոջով զորանանք, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա գնում ենք նորից Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետության գրքին 3-րդ գլխի մի հատվածն ենք այսօր մենք կարդալու, թե ինչպիսին է ճշմարիտ ապաշխարության բնույթը։ Թող Տերը առաջնորդի մեզ, մեր հոգիները, սրտերը պատրաստվի, որպեսզի մենք բաց սրտերով ու մտքերով գանք լսելու, սնվելու Աստծուց, վերցնելու այս ամենը հավատքով եւ կիրառելու մեր կյանքերում։ Թող այս խոսքերը հենց այնպես չլինեն, որտեվ Աստծո խոսքը, երբ արձակվում է, դատարկ հետ չի գալիս։ Թող ապաշխարության, ճշմարիտ ապաշխարության պտուղ բերեն ամեն մեկի կյանքերում, թող չլսողների սրտերում էլ Աստված ցանկություն դնի, մոռացածներին հիշեցնի ու բերի լսելու։ Լսեք բոլոր դասերը, որպեսզի ամեն տեղից ճիշտ բերք քաղեք։ Թող առատ բերքահավարք լինի ապաշխարության ամեն մեկիս կյանքում։ Ամեն։ Իսկ հիմա եկեք սովորենք, թե ինչ է ավետարանի սովորացրած ապաշխարությունը, այսինքն որն է Աստծուց բխող իրական ճշմարիտ ապաշխարությունը։ Ապաշխարությունը Աստծո հոգու շնորհն է, որը գործում է մեղավոր մարդու մեջ եւ բերում մեղավորին ներքին խոնարհության, նաեւ տեսանելիորեն այդ մարդու վարքը, ապրելակերպը փոխվում են, դառնում են լավը ըստ Աստծո կամքի։ Ապաշխարությունը հոգևոր դեղամիջոց է, որը բաղկացած է 6 հատուկ բաղադրիչներից։ Առաջինը՝ տեսնել մեղքը եւ ընդունել։ Այսինքն, երբ մենք ընդունում ենք, որ մեղավոր ենք ու մեղքը չենք փորձում արդարացնել, մեղքը մեղք ենք կոչում։ Օրինակ, բամբասող ես, չես ասում, դե դա էլ իմ թուլությունն է։ Դա թուլություն չի, դա մեղք է։ Կամ սեռական մեղքի մեջ ես ու չես ասում, դե Աստված է ինձ այդպես ստեղծել։ Ոչ, Աստված քեզ այդպես չի ստեղծել։ Դա մեղք է։ Կամ էլ ծուլությունը նկարագրես, որ ուղակի հավես չունես։ Ոչ, ծուլությունը մեղք է, ու մինչև մենք չընդունենք, որ մենք բամբասող ենք, որ մենք պիղծ ենք, որ մենք ծույլ ենք ու այդ մեղքի մեջ ենք, մենք չենք կարող ապաշխարել ճշմարտացիորեն։ Երկրորդը՝ տրտմություն, ցավ, վիշտ ունենաս քո գործած մեղքերի համար։ Երրորդը՝ խոստովանություն մեղքի համար, խոստովանել Աստծուն, որ մեղք ես գործել։ Չորրորդը՝ ամոթ զգալ գործած մեղքի համար։ Հինգերորդը՝ ատելություն ունենալ մեղքի հանդեպ, այսինքն չսիրել մեղքը եւ այնքան ատել այդ մեղքը, որ պատերազմես այդ մեղքի դեմ։ Եվ 6-րդը՝ մեղքից շրջվելը, մեղքից հետ դառնալը։ Մենք սրանց մասին առանձին կխոսենք։ Բայց եթե այս բաղադրիչներից որևէ մեկը բաց թողնվի, ապա ապաշխարության դեղամիջոցը կորցնում է իր կատարյալ արդյունավետությունը։ Հիմա եկեք հերթականությամբ քննենք ու հասկանանք ապաշխարության 6 բաղադրիչները։ Այսօր մենք կկենտրոնանանք առաջին եւ երկրորդ բաղադրիչների վրա։
Բաղադրիչ առաջին, մեղքը տեսնել և ընդունել։ Քրիստոսի բժշկության առաջին մասը աչքի քսուկն է։ Կամաց կհասկանանք, թե ինչ նկատի ունեմ։ Գործք առաքելոցի 26-րդ գլխի 18-ում տեսնում ենք, որ Հիսուսը երևում է Սավուղին, ապագա Պողոս առաքյալին, և ասում է. «Ես քեզ ուղարկում եմ հեթանոսների մեջ», և ասում է պատճառը ինչու համար, որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը բերես և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատքով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան։ Ուրեմն աչքերի բացվելը, հասկացողության բացվելը, դա առաջին բանն է, որ արվում է մարդու մեջ ապաշխարության համար։ Կարծես մեր հոգու սրտերի աչքերը փակված են, կույր են, պիտի բացվեն, որպեսզի մենք հավատանք Աստծուն, դարձի գանք։ Նույն բանն էլ տեսնում ենք, որ նշվում է անառակ որդու պատմության մեջ, երբ նա է ապաշխարում։ Կարդանք Ղուկաս 15-ի 17-րդ խոսքը. «Եվ սթափվելով անառակ որդին ասաց. քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ»։ Սթափվել այստեղ նշանակում է խելքի գալ, հասկանալ, ուշքի գալ, կուրացած այդ հասկացողության բացվել, տեսնել, ընդունել, որ սխալ ճանապարհի վրա ես, ընդունել մեղքը։ Ու անառակ որդին հասկանում է, որ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, որ ինքը մեղսավոր մարդ է, որ մենք դա հասկանանք, որ մենք մեղավոր մարդիկ ենք, ու մենք Աստծո կարիք ունենք և ապաշխարելու կարիք ունենք։ Ուրեմն նախքան մարդը կարող է գալ Քրիստոսի առաջ, նախ այդ մարդը պետք է սթափվի, խելքի գա, ուշքի գա, խելքը գլուխը գա, այդ կուրությունը հոգևոր դրանից բժշկվի, զղջա, ու դրա համար պետք է աղոթենք, որ Տերը օգնի, գործի ամեն մեկի սրտում, ամեն իրավիճակ օգտագործի և մարդկանց սթափեցնի, խելքի բերի, ողորմի, բացի իրենց աչքերը հասկացողության, զղջում դնի իրանց սրտերում։ Սողոմոն թագավորը երբ աղոթում էր Իսրայելի ժողովրդի համար, որ Աստված ողորմա ու ների նրանց, երբ մեղք գործեն, համարում է, որ սա է ապաշխարության առաջին բաղադրիչը։ Կարդանք առաջին թագավորաց կամ Ա թագավորաց 8-րդ գլխի 46-ից 47 խոսքերը։ Սա Սողոմոն թագավորի աղոթքն է Իսրայելի ժողովրդի համար։ Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը, և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել, և ասեն. մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք։ Ինչ ենք հասկանում, որ չկա մեկը, որ մեղք չի գործում, չկա այդպիսի մարդ, որ Աստծո առաջ չի մեղանչում։ Եվ մեր մեղքերի պատճառով Աստված բարկանում է, Աստծո ցասումը պիտի թափվի մեր վրա։ Ու երբ որ մենք մեղք ենք գործում, թշնամին մեզ գերեվարում է, այդ թշնամին հոգևոր տեսակետից սատանան է։ Մենք դառնում ենք այդ մեղքերի գերին և թշնամու գերին, սատանայի գերին։ Որոշ դեպքերում էլ ազգերն են ֆիզիկապես գերության տարվում, ոնց որ եղավ Իսրայելի հետ։ Ոնց որ տեսնում ենք մեր երկրում ինչքան գերիներ ունեն։ Պատերազմը դա թշնամու արձակած գերեվարության ձևերից մեկն է, որովհետև մենք Աստծուց դարձել ենք։ Ու ասում է, բայց չնայած դրան Տեր աղոթում է,
որ երբ որ իրենք զղջան իրենց գործած մեղքերի համար, իրենց սրտում զղջան, սրտով, ճշմարտությամբ, դառնան դեպի քեզ Տեր Աստված, աղերսեն քեզ, ասեն համաձայնվեն ու ասեն մեղք են գործել, անօրենություն են արել, անիրավություն են արել, որ դու իրանց լսես եւ օգնես։ Սողոմոն աղոթքը ասում է մեզ ապաշխարության քայլերը։ Ուրեմն մարդը նախ պետք է տեսնի եւ ճանաչի, թե որն է իր մեղքը, որ ինքը մեղավոր է, որ ինքը մեղավոր էություն ունի, որ ինքը մեղք է գործել, եւ պետք է հասկանա իր սրտի վատ, սարսափելի, անհույս վիճակը, նախքան դրա համար պատշաճ կերպով կխոնարհվի ու նկատի չունի ֆիզիկական խոնարհումը այստեղ, այլ սրտի խոնարհությունը եւ Աստծո ողորմությունը կխնդրի ու գդիմի Աստծուն խոստովանությամբ ու ապաշխարությամբ։ Աստված, երբ որ արարեց ամեն բան, իր առաջին բանը, որ Աստված արարեց, լույսն էր։ Նույն կերպ առաջին բանը, որ տեղի է ունենում զղջացողի հետ, նրա սրտի, մտքի, հասկացողության, աչքերի, հոգու լուսավորումն է։ Կարծես աստվածային լույս է վառվում։ Կարդանք Եփեսացիս 5-րդ գլխի 8-րդ խոսքը։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պես ընթացեք։ Մարդու աչքը ստեղծված է եւ տեսնելու, եւ լացելու, եւ ողբալու համար։ Մեղքը նախ պետք է տեսնել, նախքան դրա վրա կարող ենք լաց լինել ու ողբալ։ Ու որպեսզի մենք դա տեսնենք, Աստծո լույսը պիտի գա մեր կյանքի մեջ։ Պիտի այդ լույսը վառվի։ Աղոթեք նաև դրա համար, որ Աստծո լույսը գա, որ լույսը վառվի մարդկանց մտքերում, որ խավարի մեջ չմնան, բռնված չմնան, որ տեսնեն իրանց մեղքերը, որպեսզի հետո էլ կարողանան լացեն ու ողբան իրենց մեղքերի համար, խոստովանեն, որպեսզի մաքրվեն ու ազատվեն։ Այսպիսով, որտեղ մենք չենք կարող տեսնել մեր սեփական մեղքը, այնտեղ չի կարող լինել ապաշխարություն։ Շատերը, ովքեր հեշտությամբ տեսնում են ուրիշների սխալներն ու մեղքերը, իրենց իսկ մեղքերն ու սխալները չեն տեսնում։ Դրա համար է Հիսուսը ասում. նախ ձեր աչքի գերանները հանեք, որ հետո ուրիշի աչքի փուշը կարողանաք օգնել հանել։ Նման մարդիկ, ով ուրիշի սխալը տեսնում են, բայց իրենցը չեն տեսնում, նրանք բղավում են ասելով. մենք լավ սիրտ ունենք, մենք մեղավոր չենք։ Տարօրինակ չի լինի, եթե երկու հոգի միասին ապրեն եւ միասին ուտեն ու խմեն, բայց իրար չճանաչեն։ Բայց մեղավորի դեպքում այդպես է։ Նրա մարմինն ու հոգին, նրա շունչն ու հոգին միասին են ապրում, միասին են գործում, բայց այդ մարդը այդպես էլ դեռ չի ճանաչում ինքն իրեն։ Նա չգիտի իր սիրտը, ոչ էլ ինչ դժոխք է կրում իր մեջ։ Կուրության վարագույրի տակ թաքցնում է իր դեֆորմացված դեմքը, իր փչացած կյանքը, իր մեղավորությունը։ Մարդկանց կուրացնում է տգիտությունը, անտեղյակությունը ու ինքնասիրահարվածությունը։ Որքան աստվածային գիտելիք չունենք, այնքան կույր ենք։ Որքան Աստծո խոսքը չենք կարդում, որտեղ Աստծո գիտությունը Աստծո խոսքի մեջ է, այնքան կույր ենք, այնքան անտեղյակ ենք մեր մեղքերից ու մեզ սպասվող չարիքից ու մեր մեջ եղած չարիքից։ Եվ ինչքան ինքնասիրահարված ենք, ինչքան համարում ենք մենք լավն ենք, մենք խելացի ենք, մենք բարի ենք, այնքան մենք կուրանում ենք, ավելի ենք կուրանում։ Այս ամենը կուրացնում է մեզ։ Մենք չենք տեսնում, թե ինչ դեֆորմացված հոգիներ ունենք։ Սատանան մեզ հետ անում է այն, ինչ որ սորտն է անում բազեի հետ։ Սատանան կուրացնում է նրանց, որպեսզի նրանք չտեսնեն։ Ինչի նրանք մեզ, որպեսզի մենք չտեսնենք, որ սատանան մեզ տանում է դժոխք,
խապնված մի մնացեք։ Կարդանք Զաքարիա 11 գրքի 11:17 խոսքը։ Նրա աչքը բոլորովին պիտի խավարի։ Մենք մարդիկս աշխարհիկ բաները բավականին լավ հասկանում ենք, բայց մեր միտքը կուրացած է, մեր հոգու աչքը կուրացած է, խավարած է, որովհետև մենք մեղքի մեջ չարիք չենք տեսնում։ Մենք մեղքի մեջ չենք տեսնում մահ, մենք մեղքի մեջ չենք տեսնում ապստամբություն Աստծո դեմ, մենք մեղքի մեջ չենք տեսնում այն պատիժը, դատաստանն ու ցասումը, որ գալու է մեր վրա։ Եվ դրա պատճառով մեր աչքերը խավարել են ու ավելի են խավարում, կուրացել ենք ու մեղքը չենք տեսնում մեր կյանքում։ Ինչու՞, որովհետև մեղքի մեջ չարիք չենք տեսնում։ Ինչպես ենք մենք արձագանքում, ինչ եմ արել, որ ես ինչ մեղավոր եմ, բա այն մյուսները, ես նրանից ավելի լավն եմ։ Աստված է ինձ էսեն ստեղծել։ Երկրորդ բաղադրիչը ապաշխարության տրտմություն, ցավ, վիշտ ունենալ քո գործած մեղքի համար, քո մեղավոր էության համար։ Սաղմոս 38:18 խոսքն ասում է, որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։ Ամբրոսիսը այս տրտմությունը անվանում է հոգու դառնություն։ Սա ուրիշ դառնություն է, սա վիրավորանքի դառնությունը չի, սա դառը պտուղը չի, այլ հոգու դառնություն, տրտմություն գործած մեղքի Աստծո դեմ ապաշխարելու, Աստծո ճանապարհով չգնալու համար։ Եբրայերեն տրտմություն բառը նշանակում է այնքան տրտմել, որ կարծես քո հոգին խաչել են։ Սա պետք է տեղի ունենա ճշմարիտ ապաշխարության մեջ։ Զաքարիա 12:10 խոսքում նկարագրելով, թե ինչպես են հրեաները խելքի գալու, զղջալու և ապաշխարելու, որ խաչել են Քրիստոսին, Մեսիային, ասում է. «Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին, և նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն, և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում»։ Տեսնում ենք, կարծես նրանք իրենց կաշվի վրա են զգում խաչելիության մեխերի խրվելը իրենց մարմնի վրա, այդպես սուգ են անում ու տրտմում են իրանց գործած մեղքի համար։ Մենք էլ պիտի աղոթենք ու խնդրենք Տիրոջը, որ մեր անապաշխար հարազատների վրա, ընտանիքի անդամների վրա, մեր ազգականների վրա, ազգի վրա և մնացած մյուս մարդկանց վրա Տերը հեղի իր շնորհի և աղոթքի հոգին, որպեսզի բոլորը նայեն Հիսուսին, Հիսուսի խաչին և սուգ անեն, որովհետև և ապաշխարեն ու ողբան, կարծես իրենց անդրանիկի վրա էին ողբում, որովհետև բոլորիս համար Հիսուսը խաչվեց, բոլորիս մեղքերը նրան տարան խաչին։ Ինչպես ծննդաբերությունը առանց ցավի չի լինում, այնպես էլ առանց մեղքի համար տրտմելու, վշտանալու, սգալու չի լինում ապաշխարություն։ Եթե մեկը ասի ես հավատում եմ ու երբեք չեմ կասկածում, ապա կարելի է թերահավատությամբ վերաբերվել այդ մարդու հավատին։ Ու եթե նույն կերպ էլ մեկն ասի ես ապաշխարել եմ առանց իմ մեղքերի համար տրտմելու, առանց ցավ ու սուգ զգալու իմ գործած մեղքերի համար, ապա նրա ապաշխարությունն էլ կասկածելի է։ Նահատակները արյուն թափեցին Քրիստոսի համար, իսկ ապաշխարողները արցունքներ են թափում իրենց մեղքերի համար, սուգ են անում, ողբ են անում իրենց մեղքերի համար։ Ղուկաս ավետարանի 7-րդ գլխի 37-38 խոսքերում կարդում ենք.
Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար։ Երբ իմացավ, որ Հիսուսը Փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով եւ հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով, լաց լինելով, սկսեց արտասուքով Հիսուսի ոտքերը թռչել ու իր գլխի մազերը սրբել։ Հիսուսի ոտքերն էր համբուրում ու յուղով օծում։ Այս կինը ողբ էր անում իր մեղավոր էության, իր մեղավոր կյանքի եւ իր մեղքերի համար։ Եվ Հիսուսի ոտքերն էր համբուրում ողորմության համար, փրկության համար, որտեղ Հիսուսով է գալիս փրկությունն ու ներումը։ Այս մեղավոր կնոջ սրտի վիշտն ու տրտմությունը դուրս եկավ նրանից արցունքներով։ Հին կտակարանում քահանաների համար նախատեսված բրոնզե ավազանը, որ նշված է Ելից գրքի 30 գլխի 18 խոսքում, խորհրդանշում էր կրկնակի լվացում։ Ուրեմն մենք նախ հավատքով Քրիստոսի արյունով պետք է լվացվենք ու հետո էլ շարունակաբար ապաշխարության, խոստովանության արցունքներով պիտի լվացվենք։ Իսկական ապաշխարողը ջանում է իր սիրտը բերել նման տրտմության դիրքի, մտածելով ու պատկերացնելով այն ամեն վիշտը, տառապանքը, ցավը, անարգանքը, որ Հիսուսը ու Հայր Աստված կրեց մեր մեղքերի պատճառով։ Միայն խաչին նայելով այդ տրտմությունը մեր մեջ կավելանա։ Ամեն անգամ, երբ որ մտածես ահիմ ասած ու արած այս մեղքի համար Հիսուսի ձեռքը այդ հսկայական մեղը խրեցին, կառաջանա մեր մեջ այդ տրտմությունն ու սուգը։ Իսկական ապաշխարողը օրհնում է Աստծուն, երբ կարող է լաց լինել։ Նա ուրախոտ է հոգու անձրևոտ օրվա համար, երբ որ արցունքները հոսում են։ Այսինքն, եթե ամբողջ օրը արցունքներով անցկացնի, քանզի գիտի, որ դա ապաշխարություն է, որի համար ափսոսելու պատճառ չի ունենա։ Նման տրտմությունը գուցե դառը թվա սկզբում, բայց այն զորացնում է մեր սիրտը։ Մենք չպետք է միշտ ձգտենք, որ սենց ուրախ լինենք, հահա-հի-հի մեջ լինենք։ Այո, Սուրբ Հոգու ուրախությունը մեր մեջ պիտի լինի, մենք ուրախ մարդիկ պիտի լինենք, բայց մենք նաև պետք է օր, ժամ, սեզոն ունենանք սգալու մեր մեղքերի համար, որովհետև փրկությունը դրա մեջ է։ Աշխարհիկ ուրախությունը մեզ կտանի դժոխք, բայց աստվածային տրտմությունը մեզ կտանի դրախտ։ 2 Կորինթացիս 7-րդ գլխի 10-րդ խոսքում ասվում է, որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։ Աղոթենք, որ Աստված մեզ վրա իր կամքի համաձայն տրտմություն բերի։ Աշխարհի տրտմություն չլինի, չտրտմենք փողի համար, չտրտմենք աշխարհիկ բաների համար, այլ տրտմենք մեր մեղքերի համար։ Մեղքի համար այս վիշտը, այս տրտմությունը մակերեսային չի կարող լինել։ Դա խորը եւ սուրբ տառապանք է։ Սուրբ գրքում սա տարբեր անուններով է կոչվում։ Օրինակ, կոտրված հոգի, բեկված ու խոնարհ սիրտ, պատռված սիրտ, կամ զղջալ, ամաչել, ազդրին խփել, կամ կուրծքը ծեծել, կամ քուրձ հագնելը, կամ գլխի կամ մորուքի մազերը փիտելը, կամ գլխին մոխիր լցնելը, կամ մոխրի վրա նստելը։ Թող Աստված հպվի մեր սրտերին ու մեզ տա կոտրված հոգի, բեկված խոնարհ սիրտ, պատռված սիրտ, զղջում, որպեսզի մենք ապաշխարենք։ Կարդանք Սաղմոս 51:17 այս խոսքերի օրինակները տեսնելու համար։ Կարդանք Սաղմոս 51:17 Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնարհ սիրտը, ում Աստված դու չես անարգում։ Այսինքն Աստված չի ուզում, որ դու մատաղանես, Աստված զոհ է ուզում, որ դու քո սիրտը կոտրես, ինքդ կենդանի զոհ լինես։
Կարդանք նաև Հովել 2:13-ը. «Եվ պատռեք ձեր սրտերը, եւ ոչ թե ձեր հանդերձները։ Եվ ետ դարձեք դեպի Տերը ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ եւ պատրաստակամ ներելու»։ Կարդանք Երեմիա 31:19. «Հիրավի, իմ դարձից հետո զղջացի, եւ գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի եւ նվաստացա, որովհետեւ իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։ Այսինքն իմ ջահել ժամանակ արած մեղքերը, իմ նախկին մեղքերի համար իմ ամոթը կրեցի։ Կարդանք Ղուկաս ավետարանի 18:13 խոսքը. «Իսկ մաքսավորը հեռու կանգնած չէր կամենում աչքերը երկինք բարձրացներ, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. «Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս»։ Եսայի 22:12 խոսքը կարդանք. «Այն օրը զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու եւ ողբալու, ձեր մազերը խուզելու եւ քուրձով գոտեւորվելու»։ Եզրաս գրքի 9:3 խոսքը. «Հենց որ լսեցի այս բանը, պատառոտեցի իմ հանդերձանքը եւ վերարկուն, փետեցի գլխիս եւ մորուքիս մազերը եւ ապշած նստեցի»։ Կարդանք Դանիել 9:3 խոսքը. «Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխրով աղոթք ու աղաչանք մատուցեմ»։ Կարդանք Հովնան մարգարեության 3:6 խոսքը. «Խոսքը հասավ Նինվեի թագավորին, նա վեր կացավ իր գահից, դա ապաշխարության կանչն էր, եւ իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ եւ նստեց մոխրի վրա»։ Ուրեմն այս ամենը ներքին վշտի, ներքին տրտմության ու տառապանքի արտաքին նշաններն են, որտեղ այս մարդիկ ընդունել ու հասկացել են, որ իրենք մեղավոր են եւ մեղքը մեղք են անվանել ու չեն ձևացրել։ Ու այս վիշտը, այս տրտմությունը մեր գործած մեղքերի համար է, ու այս վիշտը, տրտմությունը մի քանի ազդեցություն է ունենում, իսկ այս ազդեցությունների մասին եւ ուրիշ բաների մասին կխոսենք վաղը։ Թող իմ բարձրացրած աղոթքները ամեն մեկի կյանքի վրա ճեղքում բերի, Տեր ջան, որ մեր աչքերը բացվեն ու հասկանանք, որ մեղավոր ենք, ընդունենք մեր մեղքը եւ հետո էլ վիշտ ու սուգ դնես Աստված մեր սրտերում այդ մեղքերի համար, զղջանք բերես Տեր ջան, որպեսզի մենք սգանք, որպեսզի մեր սրտերը կոտրվեն, մեր հոգիները կոտրվեն, որպեսզի մենք հասկանանք Տեր, եթե անհրաժեշտ է անգամ զգանք այդ մեղքերի ցավը, որ քեզ պատճառեց ու խաչեց, Տեր ողորմած, որպեսզի փրկություն գտնենք Հիսուսի անունով, ամեն։